Նախ Դավիթ Համբարձումյանը ցույցվեց, որ ինքը տղա է։ Ես վստահ եմ, որ այս իշխանությունները այդ ամեն ինչը սարքել էին, որ Դավիթ Համբարձումյանը չգար։ Այդ ինչի հենց այդ որոշումը դատանի վճիռը կայացվեց այն ժամանակ, երբ որ Դավիթ Համբարձումյանը դրսում էր։ Գիտեք ինչի համար, որպեսզի շանս տան Դավիթ Համբարձումյանին, որ էլ չգա անդից, որտեղ իրանք ուզում էին, որ Դավիթ Համբարձումյանը չգար, որ իրանց լավը զգային, էլ ասեին փախավ։ Թեպետ որ չգար էլ, այդ փախնել չէր, կարար հանգիստ չգարել, բայց որ եկավ այդ ավելի տաղավարի խոդեր ու մալադեց Դավիթ Համբարձումյանին իր ցավը տանը։ Ինքը ցույցեց, որ Նիկոլի դեմից ինքը չի փախնի։ Հասկանում եք։ Դավիթ Համբարձումյանին ազատություն են մաղթում ու Դավիթ Համբարձումյանին կալանավորելը եւս մի անգամ փաստում է այն, որ իմպիչմենտը լուրջ process է, որ իմպիչմենտի հաջողելը շատ մեծ հավանականություն ունի։ Այդ դրա համար կալանավորեցին։ Դավիթ Համբարձումյանը նույնիսկ եթե հելներ իրականում հանցագործություն աներ 18 թվականի այդ դեպքերի ժամանակ բոլորս գիտենք, որ Դավիթ Համբարձումյանը մաքուր է եղել։ Մաքուր խնդալու էր, դաժե հոդվածն է խնդալու։ Ուրեմն ամիսներն էլ նենց են տվել, որ այն ամունիստի տակ չընկնի, հասկանում եք։ Ու բացի Դավիթ Համբարձումյանը մաքուր է եղել, դե ոչ մի բան չի արել 18 թվին, որովհետև ինքը հիմար չէր, որ մի բան աներ, էլի, որովհետև ես սրա մասն էլ եմ ասել, նույնիսկ Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին, այսինքն եթե Սերժ Սարգսյանը ճնշեր այդ ցույցերը ինքը մնարելի իշխանության, եթե Դավիթ Համբարձումյանը այնտեղ զենքով մարդ ծեծածելներ, ինչ որ մեկը նկարացելներ, Դավիթ Համբարձումյանը հաստատ քաղաքապետի պաշտոնից հրաժարական կտար, որտեղ բոլորս էլ շատ լավ հիշում ենք, ես սա փաստ եմ ասում, որ Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին ցանկացած պաշտոնյա, եթե ինչ-որ մի կռվի մեջ հայտնվում էր, էդի արձագանք էր ստանում։ Հա, որ արձագանք չստանալ, հա, տենց աշկը փագենք էթար, բայց եթե արձագանք էր ստանում, համ մարդ էր դատվում այդ գործով, համ այդ պաշտոնյան իր պաշտոնից հրաժարվում էր։ Կարգը տենց էր։ Բոլորս էլ շատ լավ հիշում ենք։ Այսինքն եթե Դավիթ Համբարձումյանը զենքով ուտե մարդ ծեծեր, ինչ որ մեկը նկարեր, բնականը կնկարեր, սա ժուրնալիստները տեղ էին, ստուկաչները տեղ էին, գործտվողները տեղ էին, չէ, մեկը կնկարեր։ Վաղը չեմից օրը Դավիթ Համբարձումյանը ստիպված էր լինելու քաղաքապետի պաշտոնից հրաժարական տալ։ Իսկ Դավիթ Համբարձումյանը խիպտ ինձ կռիվաներ մարծեց, այնտեղ կռիվանողներ էլ կային անհրաժեշտության դեպքում։ Մի եկազորք Դավիթ Համբարձումյանի կողքը կանգնած էր թե այն ժամանակ, թե հիմա։ Այսինքն եթե կռիվանել պետք կլներ, անողները կային, ընդհակառակը Դավիթ Համբարձումյանը հերո կմնար տենց բաներից, որ իր անվան հետ ոչ մի բան չկպներ։ Ուզում եմ ասեմ ծիծաղելու հոդված, էլի, ծիծաղելու հոդված, բայց նույնիսկ եթե Դավիթ Համբարձումյանը հիմա հելներ մի հատ հանցագործություն աներ իրոք սաղի աշկի առաջ, եթե սրանք վստահ լինեին, որ իմպիչմենտը պրավալ է գնալու, իրանք չէին բռնի Դավիթ Համբարձումյանին, կսպասեին, որ իմպիչմենտը պրավալ գնա, որ ասեին տեսակ, որ չստացվեց իմպիչմենտը, նու նայից հետո կամ կբռնեին կամ չէին բռնի, բայց այսօր որ իրանք բռնում են Դավիթ Համբարձումյանին հենց այս ծիծաղալու հոդվածով, սա խոսում է մի բանի մասին, որ իրանք տենում են, որ իմպիչմենտը հաջողելու է, այդ դրա համար են բռնում, որովհետեւ կանխեն իմպիչմենտի հաջողելը, հասկացաք Սեման ջան, Դավոյիս ազատություն եմ մաղթում, մեր բոլոր քաղբանտարկյալներին ազատություն եմ մաղթում ու ամեն ինչ պիտի լավ լինի, ես հավատում եմ համենայնպես, որ մեր տեսակը չի կարա պարտված sense մնա, էլի, նույնիսկ էս արդեն երկար էր, այսքան երկար չպիտի մնար, հասկանում, մեր տեսակը իրավունք չունի պարտվելու, մեր տեսակը հաղթելու է։